Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդաշրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, ներկայացնեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը կարող եք եւ լսել եւ դիտել մեզ, տեսագրություն ձայնագրությունները փնտրեք այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, եւ իհարկե հրավիրում եմ նաեւ Facebook-յան էջ, հայատարգրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում մեզ կգտնեք live stream-ի տարբերակ կկարողանաք կրկին դիտել, մեկնաբանություններում թողնել հարցեր եւ դիտարկումներ։ Ներկայացնեմ, թե ում հետ ենք այսօր զրուցելու ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի զարգացման գծով փոխտնօրեն Սևան Իրիցյան։ Շնորհակալություն, վերջապես այս տաղավարում կրկին ձեզ տեսնելու համար ուրախ եմ այս եթերը կազմակերպելու առիթով, որովհետեւ այսօր մի հետաքրքիր առանձնահատուկ թեմա ենք շոշափելու, դա լաբորատոր ախտորոշման մասնագետի օրն է, որը հենց ապրիլի 15-ն է, չէ՞, նշվում հենց այսօր։ Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչ նորություններ ունենք այս առիթով հենց ձեր կենտրոնում, ինչ կարծիքներ դուք ունեք այս ոլորտի վերաբերյալ, ինչ խնդիրներ են տեսնում, ինչու ոչ պացիենտները կամ դիմողները դեռ եւ ինչ խնդիրների հետ են բախվում ու նաեւ ինչպես եք տեսնում որոշ լուծումներ, հիմա հերթով կանդրադառնանք։ Եվ այսպես, ընդհանրապես ինչպես եք վերաբերվում այս օրվան, կարիքը կար այսպիսի օր ունենալու եւ հատուկ նշելու։ Մենք կարծես թե լաբորատոր հետազոտություններին եւ աշխատակիցներին այդպես ոչ շատ սուր ենք վերաբերվում, ոչ շատ մտածում ենք այդ ոլորտի եւ նրանց աշխատանքի մասին։ Դուք ինչպես կկարևորեք։ Շնորհակալություն հրավերի համար։ Ճանապարհին գալուց ինչպես միշտ երկար խցանման մեջ էի ու հասցրեցի այդպես post անել, շնորհավորել լաբորատոր աշխատողի օրը ու նշելով, որ իրենք մեր բժշկության չերևացող հերոսներն են, որովհետև պացիենտները սովորաբար չեն տեսնում իրենց, հիմնականում բուժքրոջ միջոցով է այդ կապը տեղի ունենում ու շարում, ապա լաբորատորիայի աշխատանքը։ Ժամանակակից բժշկությունը առանց լաբորատորիայի անհնար է պատկերացնել, դա հիվանդանոցի, դա բժշկության մի հիմնարար ճյուղերից մեկն է, հենասյուներից մեկն է։ Եվ դա ասում եմ ես ոչ թե որ լաբորատոր մասնագետ եմ, գովում եմ ոլորտը, այլ իրոք շփվել եմ շատ սերտ, երկար ժամանակ եւ առանձին օր ունենալով հիշել իրենց աշխատանքը, կարևորել, անդրադառնալ խնդիրներին, երևի թե արդարացված է։ Շատ հաճախ մենք ոնց որ լավ չենք պատկերացնում ինչ է նշանակում լաբորատորիայի աշխատանք, լաբորատոր այդ միջավայր եւ այլն, որովհետեւ հիմա բավական փոխվել է։ Տրանսֆորմացվել է, նոր սարքեր, ավտոմատ սարքեր, դրանք այդպես գիտության են եզրով շարժվող ոնց որ ոլորտ է դարձել։ Գիտության եզրով ինչ նկատի ունեք այստեղ։ Կիրառող տեխնոլոգիաները, սարքերը, միջոցները գեր ժամանակակից են, տեխնիկական դարձված եւ մարդու գործոնը դուրս է գալիս, կարող ենք մեծապես դուրս են գալիս, այո։ Ինչը մի կողմից շատ լավ է, որովհետեւ շատ ավելի լավ արդյունք է ունենում, մյուս կողմից ցավոք Հայաստանի համար մի քիչ մտահոգիչ է, որովհետեւ այն մարտահրավերները, որ կան մեր պետության առաջ կամ կարող են լինել, դրանք մեկ-մեկ ստիպում են հրաժարվել, չգիտեմ, էլեկտրականությունից, ինտերնետից, մյուսից, աշխատել ապաստարանից, որտեղ որ արդեն պետք են հին մեթոդները, որոնց տիրապետող մասնագետները, այո, գնալով պակասում են, չեն տիրապետում երիտասարդ կադրերը, որտեղ ուղղակի չեն տեսնում, չեն շփվում։ Բայց եթե դրանք համարենք ինչ-որ արտակարգ իրավիճակների հետ կապված հարցեր, ապա ստացվում է, որ մեր բժշկությունը առանձնապես լաբորատոր առումով հետ չի մնում միջազգային
պրակտիկայից։ Մենք տեխնիկապես հագեցած ենք, այս առումով էլ կարող ենք համեմատվել զարգացած երկրների հետ, ասենք, ինչ նոր բան կա, գալիս է նաև մեզ մոտ, թե մեր շուկան այնքան մեծ չէ, որ օրինակ ամեն ինչ գա եւ իր կիրառությունը գտնի մեր ոլորտում։ Օրինակ շատ դեղորայքի դեպքերում մենք այս խնդիրը ունենք, որ գիտեք, չկա, չենք բերում, որովհետեւ մեր շուկան ուղղակի անասելի փոքր է։ Երևի թե տարբերություն կապված է նրա հետ, որ դեղորայքի պարագայում արտադրողների համար հետաքրքիր չենք, իրենք միջոցներ չեն ծախսում, սակայն լաբորատոր ոլորտ ավելի պահանջված, ավելի ունիվերսալ է եւ հիմնականում շատ մեթոդներ ներկայացված են, իսկ որոնք որ ներկայացված չեն, կան օրինակ լաբորատորիաներ, որոնք համագործակցում են արտասահմանյան ինչ-որ կենտրոնների հետ, ինչը նորմալ պրակտիկա է։ Այդ դա ինչու է արվում, օրինակ ստուգելու, երկրորդ անգամ նույն անալիզը, այսպես ասած, երկու նպատակով, եթե ստուգումից ենք խոսում, ապա որակի հետ կապված հարցերը ուղղակի կան միջազգային կազմակերպություններ, որոնք պարբերաբար ուղարկում են նմուշներ, որոնց մեջ պետք է գնահատել ինչ-որ նյութերի քանակ, չգիտեմ, շաքար, կրեատին, մյուս եւ հետ ուղարկել տվյալները։ Այդ ընկերությունները հետ ուղարկված տվյալները մշակում են եւ համեմատական ոնց որ ուղարկում քո արդյունքները։ Դու տեսնում ես հազարավոր լաբորատորիաների մեջ դու ինչ ճշտություն ես ունեցել, ինչ շեղումներ ունես, ինչին ուշադրություն դարձնել եւ այլն, դա թույլ է տալիս այդպես կույր արտաքին որակի գնահատում անել։ Այսինքն ոչ թե մնում է աշխատողի բարեխղճության վրա, այլ այդպես կրկնակի կույր ոնց որ բան է դառնում չափման, բայց եսի նկատի ունեի նաև ուղակի համագործակցությունը, երբ որ ինչ-որ հետազոտություն Հայաստանում չի կատարվում, որովհետև համատաբար քիչ է դրա պահանջարկը, եւ կան լաբորատորիաներ, որոնք արտասահման են ուղարկում, եւ դա եւս նորմալ պրակտիկա է, որովհետեւ կան հետազոտություններ, չգիտեմ, գենետիկայի մյուսի հետ կապված, որոնք քիչ են եւ ավելի լավ է դա անի մի կենտրոն տարբեր երկրներից հավաքի ու ինքը մասնագիտացված ռեֆերենս լինի այդ հարցում, քան եւ դա թույլ է տալիս նաեւ ավելի մատչելի անել, չնայած տեղափոխման մյուսին, քան լինի լաբորատորիա, որը գնի օրինակ 200 հատանոց հետազոտության այդ փաթեթը, դրա մեջից 1-2-ը օգտագործի, մնացածը խոտանի եւ բնականաբար այդ 1-2-ի համար վճարողը իրականում վճարել է ամբողջ համար։ Անարդյունավետ է ստացվում այս դեպքում։ Սևան, ես կուզեի մի անհանգստացնող հարց հնչեցնել, քանի այդ ձեր ոլորտի ներկայացուցիչ ունենք տաղավարում, սա ուղղակի լսանի հետ հաճախ շփվելուց, նամակներից, մեկնաբանություններից ելնելով եմ հիմա ասում, հաճախ ասում են, մենք այնպիսի երկրում ենք, որ միտեղ պետք չի հանձնել այդ անալիզ կոչվածը ու որովհետև սխալմունքը շատ է, նույնիսկ ամենալավ հիվանդանոցներում, ամենալավ ախտորոշիչ կենտրոններում սխալվում են եւ գոնե 2 ու եթե շատ հանգիստ ես ուզում լինել 3 տեղ պետք է հանձնել։ Ուզում եմ հասկանամ, նախ որ դեպքերում են այդ սխալմունքները լինում, որ միտեղ հանձնում ես մի պատասխան է, հաջորդ տեղում այլ պատասխան է կամ այդ ցուցանիշները շեղվում են, տարբերվում են եւ արդյոք սա նորմալ է նաեւ այլ երկրների համար, թե մենք ենք ինչ որ բանում հետ մնում։ Շատ լավ ու շատ մտահոգիչ հարց է, հաճախ ենք դրան առնչվում այս հարցով։ Եվ ընդ որում այդ հարցը նաև կլինիցիստի կողմից է հնչում, հա, բուժող բժշկի կողմից, եւ հիմնական խնդիրը երևի գալիս է նրանից, որ շատերը ոլորտը պատկերացնում են որպես այդպես գերճշգրիտ մաթեմատիկական ոլորտ, որ լաբորատորիաները ունակ են հիմա, չգիտեմ, 100-ական, 1000-ական մի տվյալներ տալ, հա, ստորակետից հետո այդ թվերի քանակը, բայց դա միևնույն է հարաբերական թվեր են։ Ինչի, որովհետև ուղղակի մի փոքր որ պատկերացնում ես այդ որակը ոնց է կազմակերպվում, այդ թվերը ոնց են առաջանում, ստացվում է, որ բավական հարաբերական են եւ առավել եւս շատ པարզ օրինակ նույն շաքարը վերցնենք բոլոր հաճախակի հանձնվող հետազոտություն գլյուկոզը կախված թե ինչ մեթոդով է կատարվում, նույն նմուշը նույն սրվակի մեջից կարող են տարբեր թվեր ունենալ եւ այդ շեղումները ընդունելի են։ Բայց հայեցակարգ կա չէ վերցնելու եւ արդյոք դա նույնը չէ բոլոր ախտորոշիչ կլինիկաներում, սա ինչու պետք է այդքան տարբերություն տա։
մեթոդից կախված տալիս են եւ դա թույլատրելի շեղումներ են։ Ուրիշ բան է, որ կլինիկական նշանակություն պիտի չունենան, այսինքն չի կարելի ընդունելի համարել մի դեպքում մի ցուցանիշով բուժել, մյուս դեպքում չբուժել։ Օրինակ, այդքան շեղում պիտի չտա, բայց սпасել, որ օրինակ 5-4-ի փոխարեն 5-2-ը դա պիտի խնդիր անվանել դրան անիմաստ է։ Եվ դրա համար լաբորատորիայի ոնց որ այդ բեքգրաունդում, հա, հետևում կա այդ ստատիստիկ համակարգը գործում է, դա ուղղակի մեկին գումարած մեկ չի։ Կան որոշակի շեղումներ, որոնք թույլատրելի են, բայց եթե ոնց որ հետ գնանք, ընդհանուր ինչի կարող են շեղումներ լինել, բացի մեթոդների տարբերությունից։ Քանի որ գործ ունենք բավական նուրբ համակարգի հետ, օդի ջերմաստիճան, օդի խոնավություն, օդի մեջ որոշակի նյութերի առկայություն, բարեխղճության մասին չենք խոսում։ Սարքի տեխնիկական խնամքի հետ կապված հարցերը կարող են շեղումների բերել։ Բայց որպես կանոն, եթե բարեխիղճ են աշխատել, էական տարբերություններ չեն լինում գոնե, չգիտեմ, ակտիվ աշխատող լաբորատորիաներում, որտեղ որ ամեն օր այդ հետազոտությունները կատարվում են։ Ամենամեծ խնդիրը, որ լաբորատորիաները ունենում են, դա այդպես պրեանալիտիկ կոչված փուլի խնդիրներն են, այսինքն մինչև հետազոտության փուլում առաջացած խնդիրները։ Այստեղ եւս խնդիրներ են առաջանում դեռ հետազոտությունը չկատարած։ Եվ մեծապես դրանցից է կախված հետազոտության արդյունքը որակը։ Մեկ-երկու բան կարող եք մեզ հասանելի այսպես խոսիթով ներկայացնել։ Ինչ վիճակում է այդ անալիզը հանձնվել, նմուշը, արյունը, ենթադրենք։ Վիճակում մարդու կողմից։ Դեղերը խմել էր, չէր խմել, անոթի էր, թե չէ, ֆիզիկապես ինչ վիճակում էր։ Ֆիզիկական, միգուցե նաև երբեմն հոգեբանական վիճակների մասին է խոսքը։ Օրինակ պատկերացրեք նուրբ ինչ որ հետազոտություններ, չգիտեմ, կորտիզոլը, պրոլակտինը, մյուսը։ Հանգիստ կարելի է շեղել ինչ որ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելով։ Օրվա ընթացքում ռիթմերը փոխվում են այս ժամին այս ցուցանիշն է, հաջորդ ժամին այս ցուցանիշը լրիվ բնական է, այդպես պիտի լինի։ Նույնը օրինակ չգիտեմ, վահանաձև գեղձի հորմոնները, ու էլի նմանատիպ շատ բաներ, այսինքն պացիենտը ինչ կարգավիճակում է հանձնել։ Նմուշառող բուժքույրը վերցնելուց հետո արդյոք պահպանել է բոլոր պայմանները։ Փորձանուտը վերցրեց, պիտի պտտի, պիտի տաք պահի, պիտի սառը պահի, կան որոշակի հրահանգներ ամեն հետազոտության համար կամ խումբ հետազոտությունների համար։ Մի քիչ երևի կարող է այդպես շատ պրիմիտիվ հնչի, բայց պատկերացնենք իրավիճակ, վստահ եմ շատերի աչքի առաջ կգա դա, ովքեր շփվել են, վերցրեցին բաժանմունքում նմուշը, տվեցին սանիտարին, որպես կանոն չնայած չպիտի տանք սանիտարի իրավունք չունի, բայց տվեցին, որտեղ միշտ այդպես է լինում։ Սանիտարը պիտի տանի լաբորատորիա, որ այդ հետազոտեն, բայց եթե ընթացքում ինքը շեղվեց, բարևեց, մեկին հուշեց, միտեղ մի սուր շփվեց, այդտեղ արդեն շեղումներ լինելու են։ Եվ այդ ամեն ինչը անում ենք դնում ենք պրեանալիտիկ, այսինքն նմուշը մինչև լաբորատորիա հասնել, մինչև մշակում սկսելը ինչ փուլում է եղել։ Էլ չեմ ասում նմուշարման հետ կապված խնդիրները, որոնք ավելի շատ են։ Հիմա երևի տեսել եք շատ տեղերում օգտագործում են վակուումային փորձանոթները, հատուկ ոնց որ փակ փորձանոթները, որոնց մեջ վակուում է, երբ որ ասեղը երակում է գտնվում, միացնում ենք փորձանոթին ու այդ վակուումի հաշվին արյունը քաշում է դեպի իր մեջ։ Շատերը դժվարանում են դրա հետ աշխատել ու փորձանոթը բացում են եւ արյունը այդպես ծորալով է լցվում մեջը։ Հատկապես մի քիչ դժվար նմուշարվող դեպքերում, չգիտեմ, երեխաներ, վատանոթներ ունեցողներ, շատ գեր, եւ այդ օդի հետ շփումը բնականաբար խախտում է պրոտոկոլը։ Եթե օրինակ արտադրողին ասես ինչի է սարքը սխալ աշխատում, որովհետեւ ես այսպես վերցրեցի, միանշանակ ասել է սխալ ես վերցրել, մի անդրադարձի իմ սարքի խնդիրներին։ Այսինքն մենք այստեղ բառացիորեն ամեն քայլափոխի խնդիր ենք ունենում եւ ամեն ինչ այնքան բարձ չէ, որքան մեզ թվում է դրսից։ Այո, որտեղ խնդիր ունենք մենք կարող ենք ունենալ։ Կար այդտեղ էլի բարդ։ Այո, կարող ենք ունենալ, որտեղ դա բարդ ոնց որ բազմափուլ этап է, որի ընդհանրապես մի փուլը այդ սարքի մեջ հետազոտություններն են։
Սակայն ինչպես ամեն ոլորտում, օրինակ, չգիտեմ, մեքենաշինության մեջ բարբերաբար տեսնում եք, ես ինչ ընկերությունը հետ է կանչել իր մեքենաները, որտեղ ինչ որ թերություն կա։ Երբեմն նման խնդիրներ լինում են նաև ռեակտիվների հետ։ Կարող է ինչ որ շատ ավելի քիչ, քան օրինակ կենցաղային դեպքերում, բայց լինում են, որ այսինչ լոտով ապրանքները հետ են կանչվել, որտեղ որոշակի խնդիր ունեն։ Սա եւս նորմալ պրակտիկա է համարվում, այսինքն կրիմինալ չկա այստեղ, կարող է եւ այսպես։ Կրիմինալ լինում է, երբ որ չնայած այդ ամեն ինչին դու չես հանձնում, ագահություն ես անում եւ սկսում ես դա օգտագործել, հա, բայց էլի դա բարեխղճության ոլորտից դրան չանդրադառնանք։ Մյուս կարևոր հանգամանքը սարքերի խնամք եւ նմանատիպ բաներն են, որոնք էական թանկարժեն եւ էլի բարեխղճությունից ելնելով կարող են որոշակի տնտեսումներ լինել։ Դրանք կարող են էական ազդել, կարող են էական չազդել, դժվար է։ Սա պահեստամասեր փոխելու ժամանակին, ստերիլիզացիա ապահովելու, վերանորոգում կատարելու, հա, այսպիսի բաների սարքերի ճնշող մեծամասնությունը ունեն ամենօրյա եւ ամեն ամսյա խնամքի կատարման պրոցեդուրաներ, որոնք բնականաբար հավելյալ նյութեր են պահանջում, հավելյալ ժամանակ են պահանջում, ծախսեր, որոշ, այստեղ էլի բարեխղճությանն են գալիս, որոշներ կարող են չկատարել այնպես, ինչպես հրահանգված է, ինչպես արտադրողը խորհուրդ է տալիս։ Մենք զրուցում ենք Սևան Իրիցյանի հետ, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի զարգացման գծով փոխտնօրեն, եւ հիմա արդեն ձեր կենտրոնի լաբորատորիայի տնային կանչի ծառայության մասին խոսենք։ Սա կարծես թե նոր ծառայություն է եւ պատմեք, խնդրում եմ, ինչու մտավ այս ծառայությունը շրջանառության մեջ, արդյոք դրա կարիքը կար թե ոչ, ինչպես այն ընթանում, ինչպես օգտվել դրանից եւ ովքեր կարող են օգտվել, խնդրեմ։ Ընդհանրապես մի փոքր ավելի ոնց որ բան նախաբանով կուզենայի սկսել, պետական հիվանդանոցում աշխատելու երևի հատկապես ադմինիստրատիվ օղակում լինելու առավելություններից մեկը, որ կարող ես որոշակի ազդեցություն ունենալ քաղաքականության վրա եւ ի ուրախություն մեզ, մեր կարծիքները ոնց որ տնօրենի հետ համընկնում են այն առումով, որ առողջապահություն պիտի լինի սոցիալական ոլորտ, գոնե պետական հիվանդանոցների համար, այլ ոչ թե շահույթ հետապնդող, առավել եւս ինչպես մեր առողջապահությունը գերշահույթ հետապնդող ոլորտ, եւ ամեն ինչ պիտի արվի հասանելիությունը ապահովելու համար, հարմարավետությունը ապահովելու համար։ Այդ թվում դժվար հասանելի լաբորատոր հետազոտություններ ներկայացնելու, այդ թվում լաբորատոր ծառայությունը, եթե լաբորատորիայից ենք խոսում, մարդկանց հասանելի լինել իրենց տներում, որտեղ հատկապես մեր հիվանդանոցի պարագայում մենք ներկայումս ոնց որ մեր կազմի մեջ է մտնում թոքաբանության ազգային կլինիկան, նախկին կենտրոնը, որը զբաղվում է հիմնականում տուբերկուլոզով։ Դա վերածվել է բաժնի, չէ՞, ձեր կլինիկա, այո։ Ահա, ներսում գտնվող։ Մեր մոտ է իրականացվում ճնշող մեծամասնությունը միավոր պացիենտների հսկողության։ Այո, ճիշտ է, տեղափոխվեցին։ Ինչը իհարկե հիմա ապակենտրոնացում է գնում, բայց ամեն դեպքում եւ ունենք որոշ ունիկալ հետազոտություններ եւ այդ ամենը երբեմն դժվար է լինում քրոնիկ պացիենտների համար ամեն անգամ գալ, գնալ, դրա այդ կապակցությամբ տնային կանչի ծառայությունը որոշեցինք ներդնել, որովհետեւ ուղղակի այդպես ավելի հեշտ ու հասանելի կդառնա մեր մնացած բուժ ծառայությունները մեր անձնակազմին, մեր սպասարկող հանրությանը, շահառուներին։ Ներդրված լաբորատոր հետազոտությունների մասով այդպես ուրախությամբ կարող եմ ասել, որ հիմա էական եւ գներն են իջեցրել ունիկալ հետազոտություններ, օրինակ տուբերկուլոզի հայտնաբերման թեստերի եւ դրանք հիմա հանգիստ հասանելի են ապահովագրությամբ եւ տնային կանչով եւ ապահովագրությունով ներդրել ենք որոշ դեղերի կոնցենտրացիայի որոշման հետազոտություններ, որոնք ուղղակի Հայաստանում չկային նախկինում եւ սա եւս հետաքրքիր քննարկման ուղղություն է, որտեղ
երկար տարիներ լաբորատորիայի հետ աշխատելով կարող եմ միանշանակ պնդել, որ Հայաստանի բժշկության մեջ մի քիչ հակառակն է, սկզբից լինում է առաջարկը, հետո առաջանում է պահանջարկը։ Շատ տրամաբանական էր, որ պիտի բժիշկը գա պահանջեր, ասեր, առաջարկ ձևավորելու վրա, որ եկեք, չգիտեմ, այս հետազոտությունը իմ համար կատարեք, որովհետև կարևոր են, բայց ցավոք նման բժիշկները համատաբար քիչ են եւ լինում է հակառակը, դու ես գնում, ասում գիտես, հարգելի բժիշկ, այս ծառայությունը իմ մոտ արդեն հասանելի է, սա պետք է այս իրավիճակների համար, խնդրում եմ, կարող ես ուղարկել արդեն։ Ու այդպիսի հետազոտություններից մեկը այդ ռիտուքսիմաբի, որը կիրառվում է տարբեր ոլորտներում, կոնցենտրացիայի որոշումն է եւ հակամարմինների որոշումը, ծրված սկլերոզ, լիմֆոմաներ, այսինքն ուռուցքային տարբեր հիվանդություններ, ռևմատոլոգիական հիվանդություններ եւ ադալիմումաբ դեղի կոնցենտրացիայի որոշումը, որը էլի ռևմատոլոգիայում ակտիվ կիրառվում է, գաստրոենտերոլոգիայում էական թանկարժեն դրանք պրեպարատները, բայց մարդիկ կարող էին երկար ժամանակ ստանալ, այդպես էլ վստահ չլինել, արդյոք այդ դեղաչափը իրենց օգնում է թե չէ, արդյոք իրենց օրգանիզմը չի ձևավորել հակամարմիններ, որոնք խանգարում են այդ դեղին ու փաստացի դառնում էր անիմաստ, ստանում են իրենք այդ պրեպարատները եւ չունեն։ Հիմա դա լաբորատոր կարելի է գնահատել բուժման էֆեկտիվությունը հստակ իմանալ։ Եվ տնային կանչով նաև։ Այո, տնային կանչով դրանք հասանելի են։ Իսկ եթե հետազոտություններն առաջնային են, օրինակ անձը այդ ձեր նշած խնդիրներն ունի, ռիսկի խմբում է եւ քրոնիկական հիվանդություն ունի, ինչպես է սկզբնական կապը կատարվում, ինչպես է բժիշկը որոշում, որ այ պետք է հենց այս հետազոտությունը կատարել, նոր տնային կանչ ձևակերպել։ Սկիզբն ինչպես է լինում, ուզում եմ պատկերացնել։ Սովորաբար բժշկի հետ այդքան էլ կապված չի լինում տնային կանչի հետ։ Բժիշկը կատարում է նշանակումներ, ասում է, չգիտեմ, դու ունես այս հետազոտությունների ցուցումը։ Այսինքն սկիզբը խորհրդատվության դասական կերպով է ընթանում, ոչ տնային կանչով ենթադրենք, այլ մարդը դիմում է գանգատներով ձեր կենտրոն։ Մեր կենտրոն կամ ցանկացած այլ կենտրոն ստանում է իր նշանակումները եւ եթե ցանկանում է, չգիտեմ, նշեցինք չէ, պրեանալիտիկ հարցերի հետ կապված պետք է, չգիտեմ, առավոտյան անոթի փորին պայմաններով հստակ, այո։ Բայց ունի նաև աշխատանք, ժամանակ չունի, գործից կտրվի եւ այլն, առավոտյան կանչը ձևակերպում է, որ այսինչ ժամին լինեն իր հարմար վայրում, չգիտեմ, դա կլինի բնակարանը, աշխատանքի վայրը եւ մեր մեքենան, մեր բուժքրոջով դա ամբողջովին օրինական է, լիցենզավորված է, մոտենում են համապատասխան վայր, կատարում նմուշառումը եւ մեր համար բացարձակ էական չէ, դա վճարովի դեպք է, ապավագրություն է, պետպատվեր է, եթե կան համապատասխան ուղեգրեր, համապատասխան փաստաթղթեր, իրականացնում եք։ Այս բոլոր եք դեպքերը աշխատում են տնային կանչի դեպքում, օրինակ նոր ապավագրություն է բնականաբար միայն տնային կանչի ծառայության համար վճարելով, բայց մնացած հետազոտությունները, եթե որևէ ծածկույթով հասանելի են, դրանք էլի մնում են ուժի մեջ, որևէ փոփոխություն փոփոխություն չի։ Իսկ մի անհամեստ հարց, քանի որ տնային կանչերը դա կլինի հոգեբույժ, դա կլինի այլ ինչ-որ մասնագետ միշտ կրկնակի, նույնիսկ ես լսել եմ, որ երակի թանկ են լինում։ Այս դեպքում էլ է շատ այդ հավելյալ արժեք ձևավորվում։ Ընդամենը 4000 դրամ ուղղակի ծառայության համար, մնացածը մնում են իրենց նույն արժեքներով։ Ընդամենը 4000 դրամ տնային կանչի համար։ Այո, մնացածը նույն արժեքներով, ինչ որ եթե գային հանձնային կենտրոններում։ Այո, ես մտածում էի դուք մի 10-ից 15000 դրամ այսպես միանշանակ նվազագույնը նշելու եք, որովհետև խցանումներ, որովհետև ժամանակ, այսպես տարբեր ռեսուրսներ ծախսվում են դրա վրա։ Կան հաշվարկներ, որ այդ ռեսուրսը լիարժեք բավարար է մեր մինիմալ կարիքները ծածկում են ու նորից հետ գալով այն մտքին, որ առողջապահությունը պիտի լինի սոցիալական ուղղվածության, այլ ոչ թե գերշահույթ ստանալու, մեզ ընդհանրապես պետք է ավելի հասանելի դառնալ մեր ազգաբնակության համար։ Մենք հարց ունենք, այստեղ նամակով հարցնում են, արդյոք երեխաներին սա հասանելի է թե ոչ։ Այո, ունենք բուժքույրեր, որոնք ունակ են երեխաների հետ աշխատել։
ոչ մի խնդիր։ Այսինքն երեխայի համար եւս, եթե նշանակումներ կան արված, կարելի է այս կանչը ձևակերպել, որովհետեւ երբեմն վատ ծանր վիճակում գտնվող երեխային եւս շատ բարդ է լինում էլի հասցնել հիվանդանոց, պայմաններն ապահովել, երեխան վատ է զգում, հարգելի ունկնդիրներ, կարծում եմ սա շատ լավ հնարավորություն է ուղղակի օգտվելու, չտանջվելու երեխաներ, տարեցներ, ովքեր որ շարժվելու խնդիրներ ունեն, չգիտեմ, հաշմանդամներ եւ ուղղակի մարդիկ, ովքեր չափազանց զբաղված են ու ժամանակ չունեն։ Արդյոք պատասխանների ստացման ժամկետները նույնն են, թե ինչ որ կերպ տարբերվում են, կան որոշ առանձնահատկություններ, ինչ կասեք։ Նույնն են, որևէ տարբերություն չկա, գոնե Երևանի սահմաններում ժամանակ թույլ տալիս է, որ էական շեղումներ չունենանք։ Եվ ունենք մենք հատուկ պայմաններ տեղափոխման համար, որ եթե ջերմային ռեժիմ պահանջվի, ապա հնարավոր է ջերմային ռեժիմը պահելով տեղափոխել այդ նմուշը մինչև լաբորատորիա հասնել, ինչը այդ պետական ոնց որ այդ լիցենզիաների միջոցով վերահսկվում է, պիտի ստանդարտներին համապատասխան լինի, դրա համար ոնց որ հանգիստ խղճով կարող ենք խոսել դրա մասին, որ ամեն ինչ առկա է։ Դրանք փաստորեն օրինակ շտապ օգնության տիպի մեքենաներ չեն, այլ փոքրիկ լաբորատոր կառուցվածքի մեքենաներ են։ Կարող են երկու տեսակն էլ կարող են լինել։ Ինչի մենք ոնց որ դա ներդրեցինք, ինչի համար էր, որովհետև մենք մեքենաներ շատ ունենք, որովհետև մեր կենտրոնը ազգային կենտրոն է, շատ հաճախ մարզերով պտտվում ենք, նմուշներ ենք հավաքում, որոշակի խորհրդատվություն եւ այլն, այսինքն մեր մեքենաները մշտական շարժի մեջ են ամբողջ Հայաստանով։ Դրանից բացի կլինիկան ունի շարժական մեքենաներ, որոնք ամբողջական շարժական կլինիկաներ են, ռենտգեն, չգիտեմ, սոնոգրաֆիա, մյուս ծառայություններ նախատեսված են դժվարամատչելի պայմաններում նույնիսկ բեռնատարների վրա են որևէ գործառույթ բժշկական իրականացնելու։ Ու կարծես թե ամեն ինչ պատրաստ էր, որ նաև սովորական քաղաքային եւ դա թույլ է տալիս այդ սոցիալականից մտածելով, օքեյ, մի կողմից կարելի է ասել, ում համ պետք է 4000 դրամ էական գումար չի տա եւ այլն, եթե դիտենք որպես ձեռնարկատեր եւ այլն, բայց երբ որ դիտում ես դա որպես առողջապահության կազմակերպիչ ու դրանով փորձում հասանելի լինել, հասանելի դարձնել պետական, գաղափարական, ավելի այդպես բարոյափիլիսոփայական, եթե մի քիչ էլ ճոխացնենք, այսպիսի նշանակություն ունի, մենք բոլորս հասկանում ենք։ Իսկ մի հարց, այս ծառայությունը օրինակ կբեռնաթափի որևէ կերպ ոլորտը կամ ազգային կենտրոնի զբաղվածությունն ու ծանրաբեռնվածությունը, ուզում եմ հասկանալ, այստեղ օպտիմիզացիայի նշույլներ կան, թե ուղղակի ինքնանպատակ սոցիալական ֆունկցիա։ Չեմ կարծում մոտիկ ժամանակները, կենտրոնի համար էական տարբերություն չի ստեղծի, բայց այ քաղաքացիների համար կարող է տարբերություն ստեղծել, այն մարդիկ, որ հարմար չի ժամանակ չունեն, կարողություն չունեն որևէ բանից ելնելով իրենց համար ավելի հասանելի կդառնա, բայց կենտրոնի համար հակառակը միգուցե լրացիչ, որտեղ կամ դեռ ժամանակը ցույց կտա, այո, որովհետև միգուցե մեկը կտրվի, բայց այդպես շատ այլ տիպի հարցեր լուծվեն ու դա դրական ազդի միգուցե կենտրոնի վրա, վիճակագրությունը որոշ ժամանակ անց ցույց կտա։ Իսկ որքան ժամանակ է որ գործում է այս ծառայությունը։ Եթե չեմ սխալվում, այս տարվա սկզբից արդեն մի քանի ամիս։ Իսկ ինչպես է, պահանջարկ կա, կանչեր կան, հաջողվում են դրանք, թե ոչ։ Պահանջարկ կա, այո, իհարկե հաջողվում են, հատկապես եթե շտաբ դեպքեր չեն ու նախապես ոնց որ պլանավորված այդպես գնում են, իրականացնում են, դա հատկապես կարևոր է մեր շահառուների համար, որովհետև պիտի օրվա թեմայից շեղվելով խոսենք մի այլ հարցի մասին, որ երբ որ դու որոշակի հիվանդության կենտրոն ես, քո մոտ եկող ցանկացած մարդ ավտոմատ կաշկանդվում է, այդ ստիգմաները ուզեն աշխատում են, ցավով պիտի նշեմ, որ երբ որ շրջապատված ես adekvat մարդկանցով, քեզ թվում է խնդիրները վերացել են, բայց երբ որ խնդիրներին մոտ ես գնում,
ահավոր վիճակ է դեռ տիրում այդ խտրական վերաբերմունքը, խարանները մյուսները նույնիսկ բուժաշխատողները ինձ կտեսնեն հանկարծ ինչ կմտածեն իմ մասին եւ մտածում են ցավոք եւ ցավոք մտածում են։ Ես հույս ունեմ, որ գիտեք զուգահեռաբար այս երկուսը կաշխատեն, այսինքն դուք կօգնեք մարդկանց շատ չկաշկանդվել եւ չգիտեմ այլ մասնագետներ էլ կօգնեն այդ ստիգմայից կամած ազատվել։ Ցավոք մեր ժամանակն ավարտվեց։ Մենք զրուցեցինք Սևան Իրիցյանի հետ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի զարգացման գծով փոխտնօրեն։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, շնորհակալություն, շատ կարևոր թեմա էր։ Ես հույս ունեմ, որ այս ծառայությունը կպահպանվի, կզարգանա եւ մենք ել ավելի լավ նորություններ կլսենք։ Ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։